Այսօր ուրեմն որոշել եմ ձեզ ծանոթացնեմ արծաթի մասին, նրա մոգական հատկությունների մասին և նրա հետ աշխատելու լավագույն միջոցների մասին։ Ուրեմն ինչն է արծաթի որակական հատկությունները, յուրահատկությունները, ինչով է տարբերվում և ինչպես օգտագործել, որ ճիշտ լինի։ Երկու ունիկալ մետաղներ երկրի վրա, դրանք արծաթն ու ոսկին են, նախորդ հանդիպմանը խոսեցի ոսկու մասին, հիմա արդեն իսկ ժամանակը եկել է խոսելու արծաթի մասին։ Իհարկե կան էլի մետաղներ, որոնց մասին կարելի է խոսել, պղինձը, պոլադը և այլն, բայց այսօր խոսելու եմ արծաթի մասին։ Մետաղը նախ որպես հաղորդիչ փոխանցող է հանդես գալիս և սիմվոլը լուսին մոլորակը։ Եթե ոսկին արևի ներկայացուցիչն է, արծաթը լուսնի, և որակական հատկություններն էլ իհարկե համապատասխանում են լուսնին։ Արծաթը ավելի մեդիտատիվ մետաղ է, ավելի խորը և հոգևոր նշանակություն ունի, որն աշխատում է յուրաքանչյուրիս ներաշխարհի հետ, մեր ենթագիտակցության հետ, մեր հոգու, մեր ինտուիցիայի հետ, որոշակի նուրբ վիբրացիաների հետ, աստրալ դաշտի, որը մենք չենք տեսնում։ Ընդհանրապես մոգության, բուժական նպատակներով մեծամասամբ օգտագործում են արծաթը, որովհետև այս մետաղը ավելի նուրբ մակարդակներով է աշխատում մարդու ֆիզիկական և նուրբ մարմնի հետ։ Ոսկին աշխատում է ավելի արտաքին ազդեցությունների վրա, իսկ արծաթը արդեն մարդու ներսի հետ և ավելի նուրբ պլաններում է աշխատանքներ անում։ Ոսկին ավելի բաց, սոցիալական մետաղ է, իսկ արծաթը ավելի ներքին։ Մեր հոգին ավելի լավ արձագանքում է արծաթին։ Ինչու՞։ Որովհետև այնինչ մաքուր չէ, ցածր վիբրացիա ունի, վախենում են արծաթե պարկուճից, արծաթե ասեղներից, արծաթե խաչից և այլն։ Խաչը միշտ հիշեք, այն խաչերը չէ, որոնց վրա խաչված է Հիսուսը, այլ այն խաչերը, որոնց վրա թեկուզ գեղեցիկ զարդանախշեր կլինեն, զարդաքանդակներով կլինեն, այլ ոչ Հիսուսը խաչված։ Եվ ինչ որ մաքուր չի և հոգի չունի, վախենում են արծաթից, իսկ այս մետաղը հատկապես, քանի որ մեր հոգու սիմվոլն է, սիրում են այս մետաղը նաև բժշկության մեջ օգտագործեն, մոգության, ծիսական արարողություններում, եկեղեցական էգրեգորներում, որտեղ շատ օգտագործում են վանահայրերը, թե իրենց արարողությունների ատրիբուտները, իկոնաների շրջանակները հիմնականում արծաթից է պատրաստվում։ Արծաթի հետ միասին շատ ժամանակ կանանցի սևդոլիկ քարերով են զարդարում աստվածամոր իկոնաները, մարգարիտներով, ինչպես ասում են արծաթը և մարգարիտը, լուսնաքարը, դրանք համարվում են լուսնի սիմվոլները, իսկ իրենց համապատասխանում է ջրի տարերքը և խեցգետին կենդանակերպը աստղաբանության, և խեցգետինն էլ իր հերթին բնութագրում է մարդու հոգուն, մարդու արմատներին, տոհմին, մարդու զգացմունքայնությանը, մարդու էմոցիոնալ ֆոնին։ Ինչի եմ խոսում այս կապերի մասին, որ հասկանաք ինչը որտեղից է վերցրվում։ Արծաթը և մարգարիտը համարվում են խեցգետին և մի շղթային կազմում մեր էմոցիոնալ ֆոնի և մեր հոգու, մեր տոհմի հետ նաև, և այս ամենին աջակցում է ինչպես արծաթը, այնպես էլ մարգարիտը։ Երբ որ մենք հասկանում ենք այս կապերը, հեշտ ենք կողմնորոշվում։ Արծաթն ասեմ ֆանտաստիկ մետաղ է, որտև այն ինչ վրան ձևավորված է, պետք է մաքսիմալ ուշադիր լինել, որովհետև աշխատում է աննկատ, բայց շատ արագ նուրբ պլանում հատկապես սիմվոլներ և հատուկ նշանակությամբ արված զարդեր կամ նշաններ։ Ասենք գնում ենք որևէ տեղ հանգստանալու և արծաթից ամուլետ ենք առնում, տեսնում ենք վրան գրանիլիրով կա կամ
եգիպտական սիմվոլներ, նշաններ լինի, ճապոնական, կորեական եւ այլն պետք է շատ զգուշավոր լինենք, քանի որ մենք չենք հասկանում ինչ է գրված եւ ինչ իմաստով է տվյալ զարդանախշն արած, ինչ նշանակության ժամանակ կարելի է օգտագործել, ինչու, որովհետև ռունաները հիմա շատ տարածված մոգական սիմվոլներ են, մոլորակների նշանները, կնիքներ տարբեր սատանաների, սուշնստների, աստված սուշնստների միշտ անում են արծաթի վրա, ինչու, որովհետև մաքսիմալ հզորությամբ աշխատում են այս սիմվոլները, իսկ ամուլետը, որը կրում ենք, օրինակ չիմանալով ինչ է փորագրված նրան, նա հաստատ աշխատելու է մեզ հետ այսպես թե այնպես, բայց ոչ մեկը չգիտի իր արդյունքն ինչպիսին կլինի, որի համար առնելուց մենք այդքան շատ կարող ենք ուրախանալ։ Արծաթի էլեմենտները պահպանում են մեր ստամոքսաղիքային տրակտի աշխատանքները եւ շատերդ գիտեք, որ առաջներում ազնվական ընտանիքներում արծաթյա սպասք են օգտագործել միշտ, խոհանոցային պարագաները նույնպես, ինչու, որովհետև այն ժամանակ ոչ բոլորն են կարողացել արծաթ կրել, մեկ եւ հետո երբ օգտվում ես արծաթի սպասքից, միկրոէլեմենտները արծաթի թափանցում են ձեր օրգանիզմ, որտեղից վերցնենք արծաթի աղբյուրը մեր օրգանիզմի համար։ Ուրեմն ծովային մթերքների մեջ կա, նաև արծաթյա սպասքից օգտվելուց կամ արծաթի ջուր սարքենք ինքներս, հետո կխոսեմ այդ մասին եւ նաև արծաթյա զարդեր կրելով։ Դե ծովամթերքն արդեն պարզ է, վերցնենք սպասքը։ Օրինակ, երբ երեխայի առաջի ատամիկի ժամանակ, առաջներում ավանդույթ էր, հիմա չգիտեմ, երևի թե հազվագույթներն են անում, առաջի ատամիկի ժամանակ տատիկները երեխային արծաթե գդալ են տալիս։ Դա առաջի ատամի սիմվոլը չէ, այլ որպեսզի սկսի ուտել արծաթե գդալից եւ նախ ստամոքսային տրակտը պաշտպանված լինի, որովհետև ստամոքսային տրակտը պաշտպանվում է արծաթի իոններով, որը արձակում է արդեն սննդի հետ երեխայի բերան մտնել դուրս գալով, իսկ արծաթի իոնները բակտերիասպան իոններ են, պաշտպանում են թաղանթը, ոչնչացնում բակտերիաների բջիջների դենկան։ Օրինակ, խեցգետին կենդանակերպը կառավարում է ստամոքսաղիքային տրակտը, իսկ արծաթն էլ բուժում է իրեն բնորոշ կենդանակերպին համապատասխան պաթոլոգիական հիվանդությունները։ Այսինքն, տիեզերքի մեջ ամեն ինչ ունի իր կապը, միայն մեզ մնում է ճիշտ տեսնել, ճիշտ հասկանալ եւ ճիշտ օգտագործել այս ամենը։ Պետք է ճիշտ ընդունենք նվերը կամ ժառանգությունը, դա լինի արծաթյա զարդեր, թե կենցաղային պարագաներ եւ ելի պետք է անպայման կտակում բառը լսենք, ինչպես ասեցի, ոսկու ժամանակ, 40 օր անցնի այդ մարդու մահից հետո, ձեր մտերիմ հարազատի, որից որ ստացել եք, պարտադիր կտակում են բառը եւ դա արվի սրտանց, մաքրեք, հետո նոր օգտագործեք։ Շատերը կարող են հիշել, որ իրենց տատիկները ունեցել են արծաթյա գդալ կամ պատառաքաղ, որը մեր տատիկները գցում էին գրաֆինի կամ որևէ բանկայով ջրի մեջ, հետո խմում ջուրը։ Այս սա արծաթի ջուրն է եւ նման միջոցով օգնում է արծաթը մեր ստամոքսաղիքային համակարգին եւ հարստացնում արծաթյա իոններով օրգանիզմը եւ մեր մարմինը, իսկ արծաթը հզոր անտիսեպտիկ է համարվում։ Որ մատին դնենք արծաթի մատանին։ Նախ մոռացա ոսկու ժամանակ ասել, ոսկին կրեք միշտ աջ ձեռքում, որովհետև աջ ձեռքը ինքը արևի էներգիան է եւ ոսկու էներգետիկան շատ լավ աշխատում փոխհամագործակցում եւ կարգավորում է արևային էներգիան, իսկ ձախը ինքը լուսնի էներգիան է լուսնային եւ
այդ էներգիաները կարգավորում է մարդու օրգանիզմում, այսինքն եթե մենք աջ ձեռքին կրում ենք երկարատև, ինչպես ես եմ արել հիմա, սա սխալ է, արծաթե մատանի, խախտում ենք բալանսը, այսինքն թույլ չենք տալի, որ ոսկու էներգիան, արևի էներգիան ավելի ճիշտ աշխատի մեր օրգանիզմում։ Ճկույթը մնում է էլի մտային գործունեությունը լավացնելու համար, մատնեմատը նոր գաղափարներ, ստեղծագործական տրանսֆորմացիաներ ունենալու համար, միջնամատին երբ հագնում ենք, լավ աշխատում է մեր ստամոքսային աղիքային տրակտի, ստամոքսի, աղիների, լյարդի ֆունկցիայի կարգավորման համար, իսկ ցուցամատին հագնում ենք ինչ-որ հատուկ երազներ տեսնելու համար, այսինքն հարցեր ունեք ձեզ վերաբերվող, և եթե ուզում եք հուշումներ ստանալ, երազում, մատանին հագեք ձեր ցուցամատին, քնելուց առաջ մտածեք ձեր հարցի մասին, մի շեղվեք, եթե լուսնաքար ունեք, կարող եք այդ օրը դնել բարձի տակ, ցանկալի կլինի, այս դեպքում ոչ միայն երազ կտեսնեք, այլ պատասխանները կտեսնեք, ինչ անեք, որ այդ խնդիրները կարողանաք ավելի բարեհարմար եղանակով լուծեք։ Ուրեմն վաղնջական ժամանակներում հին եգիպտացիները դիակիզման փոշին պահել են ապակյա անոթների մեջ, որոնք զարդարված են եղել արծաթով, խեցգետնի կենդանակերպի նշաններով և հետո իրենց տոհմին հատուկ սիմվոլներով, որը որ բնորոշ է եղել իրենց տոհմին։ Այս ամենը շատ հնուց եկած աշխատող բաներ են, ուղղակի մենք հիմա ենք ծանոթանում և փորձում այդ գիտելիքները բերել մեր կյանք և իմ նպատակն էլ սա փոխանցելն է ձեզ, որ ավելի շատ հասու լինի բոլորիս, որպեսզի կարողանանք ճիշտ հարաբերություններ ստեղծել այս մետաղների հետ։ Քարերի մասով ասեմ, որ շատ մեծ հզոր թեմա է, ես այդքան չեմ խոսի, որպեսզի ձեր ժամանակը անտեղի չվատնեմ, կփորձեմ համառոտ ձեզ տեղեկացնել, համարյա բոլոր քարերը արծաթի հետ աշխատում են, չի թուլացնում արծաթը նրանց կապը, այլ հանդիսանում է հրաշալի միջնորդ և իր մետաղի էներգիան գումարելով քարի հատկություններին, ի տարբերություն ոսկուն, և իդեալական ձևով փոխանցում է զարդի տիրոջը և դրա համար էլ շատ լավ է արծաթյա զարդեր կրելը։ Եթե արծաթից որևէ ամուլետ կամ պաշտպանիչ զարդ եք սարքում, խոսքը հարուստ լինելու կամ ցուցադրելու մասին չէ, որ նա լինի, դա կարող եք նույնիսկ այդ ցուցադրությունը ոսկյա զարդերով ցուցադրել ձեր կարգավիճակը, իսկ արծաթի նպատակը խնդիրը աշխատանքի մեջ է։ Ոսկու խնդիրն աշխատանքում այնքան էլ լավ չի լինի, որքան որ արծաթին է, որքան էլ որ տարօրինակ թվա։ Արծաթը նախ ավելի հեշտ է ձեռք բերել և ճիշտ է տենց, ընդունված չի կամ հարգի ոնց ոսկին է, քան արծաթը, բայց ավելի ուժեղ աշխատող մետաղ է արծաթը և մոգության մեջ շատ օգտագործվող նաև մեր եկեղեցիներում, արարողությունների ժամանակ բոլոր սպասքները արծաթից են, ատրիբուտները, դրա համար էլ եթե յուրաքանչյուրս մեզ համար պաշտպանիչ զարդ ենք ուզում, ուշադրություն դարձրեք արծաթի վրա։ Ինքը ձեզ կհուշի ինչ է ձեզ հետ կատարվում, հիվանդ եք, նեգատիվ ազդեցություն կա, կամ հարձակում ունեք ձեր վրա նուրբ պլանում, ամենալավ մայակն է, ուղեցույցը, որ կունենաք այս պարագայում, և երկրորդ պահը, որ յուրաքանչյուր մարդ իրեն լավ է զգում արծաթ կրելիս։ Ում չի սիրում արծաթը։ Արծաթը չի սիրում չոր, հոգևոր, արժեքներից զուր մարդկանց, անհոգի, կոպիտ ասած, ովքեր անտարբեր են լինում օտարի վշտի առաջ, որոնք վատ են արձագանքում կենդանիների նկատմամբ հատկապես, չեն սիրում կամ դաժան վերաբերմունք ունեն թե մարդկանց, թե կենդանիների նկատմամբ։ Նման մարդկանց արծաթը չի սիրում և հավանական է, որ այդ մարդկանց համար չի աշխատի արծաթը կամ կկորի անընդհատ կրելուց, այնպես որ մետաղը հրաշալի մետաղ է, բացառապես աշխատում է բոլոր կենդանակերպերի համար, բացառապես այն մարդկանց, ում ասցինդենտը առյուծ է,
կամ արևը նստած է ասցենդենտի վրա։ Նրանց համար հեշտ է կրել և հանդես գալ ոսկով։ Բայց մենք հիմա խոսում ենք աշխատող որակների մասին, դրա համար ավելի լավ կլինի հիմնային արծաթի հետ աշխատելը։ Էլի հիշեցնեմ, հալեցնելուց ինչպես ոսկին, մետաղը իր էներգետիկ նշանակությունը չի փոխում նաև արծաթի պարագայում։ Եվ եթե զարդեր եք ստացել մի մարդուց, լինի դա ոսկի, թե արծաթ, և փորձում եք նորից վերամշակելով նոր զարդ ստանալ և կրեք կամ առավել ևս նվիրեք, հալեցնելուց էներգետիկ նշանակությունը և ծրագիրը, որը ունի իր նախորդ տիրոջից, չի անհայտանում։ Դուք կկրեք այդ նույն ծրագիրը, օրինակ, եթե այս անգամ ականջող կամ վզնոց եք սարքել, դա կրելով, ենթադրենք ասենք մատանի է եղել, շղթա է եղել, հալեցնելով որևէ այլ զարդ եք ստացել։ Մետաղը հստակ ուղեկցորդ է դառնում, էներգիաներ փոխանցում և այս ամենը ունի 3 բան, որի վրա պետք է ուշադրություն դարձնեք։ Առաջինը, երբ կրում եք զարդեր քարերով, պիտի հասկանաք որքան եք համապատասխանում այդ քարը, որքանով է համապատասխանում այդ քարը այդ մետաղին, և հիմնական պրինցիպը, որ մետաղը կուլ չտա քարի որակները։ Մետաղը պետք է ավելի թույլ էներգիա ունենա տվյալ քարից։ Շատ հազվագյուտ է, որ մետաղն ու քարը համապատասխանում են իրար, չնայած որ արծաթի պարագայում քարերի համապատասխանությունը ավելի շատ է։ Կվարձային քարերն իրենց ամրության շկալայով մինչև 8 քաշի պետք չէ դնել ոսկու վրա, ոսկին ուժեղ է այդ քարերից, ուղղակի քարն իր նշանակությամբ չի աշխատի։ Այս դեպքում դուք կրում եք որպես դատարկ զարդ առանց նշանակության։ Երրորդը, մետաղն իրենից ներկայացնում է սուբստանցիա, որը ոչ միայն հավաքում է իր վրա ինֆորմացիան կրողից, այլ նաև այդ ինֆորմացիան հավաքած այդ ամենը փոխանցում է հաջորդին։ Այս 3 պահի մասին միշտ հիշեք, որ անհասկանալի կամ անցանկալի իրավիճակների մեջ չընկնենք։ Եթե կորում են արծաթյա զարդերը, կարող են գտնողները կամ գողացողները ձեզ վրա որևէ ազդեցություն անեն։ Արծաթը, ինչպես սկզբում ասեցի, լուսնի մետաղն է համարվում, բայց հզոր անտիբակտերիալ մետաղից բակտերիաներ ոչնչացնելուց կապ ունի նաև միստիկայի հետ, որը պատասխանում է երազներին, պատասխանում է մարդու ենթագիտակցական աշխատանքին։ Արծաթը ուրեմն կիսամիստիկ մետաղ է, որը օգնում է մարդուն զարգացնելով իր մեջ լավ ինտուիցիա, զգացողություն, երազների հետ կապված, ինչպես ասեցի, որտեղից կարող ենք ստանալ մեր հարցերի պատասխանները, և նրա համար չէ, որ մենք հատուկ նպատակներ ունենք, այլ որևէ ցանկություն, որը ուզում ենք, որ դրա պատասխանը հարցեր ստանանք, փորձում ենք արծաթի միջոցով երազների այդ նուրբ պլանի էներգետիկ կապի միացության միջոցով կարողանալ գտնել պատասխանը, որովհետև էլի ասեմ, արծաթի միջոցով ավելի հեշտ է ազդել աստղադաշտի վրա, կամ ամենաուժեղ պաշտպանությունը կարող ենք մենք ունենալ արծաթյա զարդը կրելուց։ Ուրեմն յուրաքանչյուր սիմվոլ, որը փորագրված է արծաթի վրա, ունի իր նշանակությունը, պետք է հասկանանք, որ այն ինչ որ գրվել է, դա աշխատելու է, և մենք պիտի ավելի լավ նախօրոք մինչև զարդը կրելը հասկանանք դրա նշանակության մասին։ Ուրեմն եթե արծաթը սևացել է, ինչպես տարբերենք ինչ իրավիճակներ է կատարվում, մքացել է կամ պատվել է ոնց որ քրտինք լինի, բավական է մաքրել այսպիսի խառնուրդով։ Մի քանի կաթիլ նաշադիր ենք կաթեցնում, մի քանի կաթիլ պերեկիս, տնտեսական
օջար եւ այս ամենը ատամի խոսանակով լավ փթրեցնում եւ մաքրում ենք զարդը, սա ամեն անգամ կարող ենք օգտագործել, եթե արծաթը սևանում է մեր քրտինքից, թթվային ազդեցությունից, կապված մեր մաշկի յուրահատկությունից, հիվանդության կարգից, բայց կա հասկացողություն, ոնց ասեցի, կես կամ կես ժամվա ընթացքում, եթե արծաթը միանգամից սևացել է, ոնց որ սև քյոմուր լինի կամ վառված լինի եւ ոչ մի ձև չի հանվում, չի կարգավորվում, սա արդեն նշանակում է, որ էներգետիկ պլանում հզոր հարված է ստացել եւ մետաղը իր վրա վերցնելով ձեզ առել է պաշտպանության տակ։ Այսինքն նա որպես զարդ կամ պաշտպանիչ արդեն մահացել է։ Տեսեք, դա կարող է մի փոքրիկ զարդ լինի եւ պաշտպանի ձեր մահվան աստրալ դաշտից եկող էներգետիկ հարվածից։ Այս զարդին հրաժեշտ տվեք։ Օրինակ, վամպիրներին առաջ իմացեք, որ ստացել են արծաթե պարկուճներով, ասեղներով, բուլավկաներով, ոսկին այդպես չի աշխատում։ Արծաթի վրա համարյա բոլոր քարերն աշխատում են, անգամ ամենալավ համագործակցումը ադամանդի հետ է, բայց միայն ռուբինը պետք չէ արծաթի վրա դնել։ Ռուբինը ինքը սպեցիֆիկ քար է եւ նրան ոսկի է պետք։ Ավելի ուղղված է այս քարը սոցիալական կյանքի համար։ Իսկ երբ մեծերը մեզ մինչև իրենց մահը, որը բնական երևույթ է իհարկե յուրաքանչյուրի համար, զարդը կամ իրը արծաթը, որը տալիս են, եւ էլի հուշեմ, ասում են կտակում են բառը, արդեն իսկ այդ բառով իրանք ազատում են զարդին բոլոր տեսակի կուտակված էներգետիկայից, բայց էլի դուք մաքրում եք սկզբից, ոնց ասեցի, հետո կրում։ Մարդը պիտի հասկանա կտակելուց, որ բարի կամքով է թողնում իր հարազատ այդ զարդը, սպասում ենք 40 օր անցնում է իր մահից հետո մաքրումներ ենք անում, դրանից հետո նոր կրում։ Ինչպես պատրաստենք արծաթի ջուրը։ Դրա համար կարող ենք մաքուր անոթի մեջ թեկուզ արծաթե սլիտկա ձեռք բերենք, քանի որ վաճառվող զարդերի մեջ էլի խառնուրդ կա, ջուրը ոնց է ազդում արծաթի մարդու վրա։ Առաջինը բորբոքային պրոցեսն է մաքրում աղիքի, հանում ներքին էներգետիկ ճնշող բլոկներից, մաքրում մեր էներգետիկ կենտրոնները, չակրաները այսինքն, ոսկին չէ հենց արծաթը, հանգստացնում է պահի տակ մարդու հուզական դաշտը, հանգստացնում հոգեբանական ապրումները, մարդու մոտ կարգավորվում է քունը, արծաթը կարգավորում է նաև վահանաձև գեղձերը, հարմոնիկ է դարձնում էնդոկրին համակարգը, օգնում է իջացնել քաշը, դրա համար եթե անգամ արծաթ չեն կրում, բացվի թողեք հնարավորություն ունենալ պոզիտիվ էներգետիկա, որը տալիս է արծաթը, որը տալիս է արծաթյա ջուրը, թեկուզ օրվա մեջ 3 անգամ մեկ կում կարողանանք խմել կամ 3 թեյի գթալ օրվա մեջ։ Լավ է երեխաներին նույնիսկ տալ արծաթի ջուր, հանգստանում է երեխան, լավ քնում, մարսողական համակարգը լավ աշխատում, լավ է արծաթյա ջուրը խմել ամռանը, երբ շոգ է, ընդհանուր օրգանիզմը տոնուսավորում է, հովացնում, իսկ ոսկի ջուրը ավելի լավ է խմել ձմռանը, որտեղ ջերմացնում է նախ օրգանը, ինչպես ասեցի, մնացած բոլոր իր օգտակար հատկությունները, եթե որևէ մեկը բաց եք թողել մեր ոսկու մասին թեման, կարող եք ծանոթանալ այնտեղ նրա նշանակությանը, իսկ եթե ուզում եք էլի ասեմ մեր հաջորդ հանդիպման մասին տեղեկություն ունենալ, անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Այսքանն էի պատրաստել այս հանդիպմանը, կհանդիպենք հաջորդ թեմաներով։